Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, ելի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Այսօր այստեղ ապրիլի 1-ն է դեռ, գիշերվա ժամը 11:30։ Այս հաղորդակցությունը շատ կարճ է բովանդակալից, մաքսիմալ կիրթ լեզվով հասցեագրված է Հայաստանի Հանրապետության թուրքական գործակալին։ Կապված իր և Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը, որ Հայաստանի սահմանադրությունը թույլ չի տալիս երկխաղացիներին կամ Հայաստանի Հանրապետությունից բացակայած անձանց ընտրվել վարչապետի պաշտոնում։ Ուրեմն անկախ Հայաստանի պատմության մեջ մենք դժբախտաբար ականատես ենք եղել տարբեր դեպքերի, երբ իշխանությունները խոռոփած են ունեցել սահմանադրության վրա եւ արել են այն ինչ որ ուզել են։ Օրինակները բազմաթիվ են, մի քանիսը մեծ սիրով հիմա ես կթվարկեմ։ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալը եւս հակասահմանադրական էր, բայց Ռոբերտ Քոչարյանը նախագահ դառավ։ 2000 թվականներին կոնկրետիվը չեմ հիշում, խնդրում եմ ներող եղեք, երբ որ Անգլիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանը դառավ Հայաստանի Հանրապետության նախագահ, Նիկոլ Փաշինյանն էլ ազգային ժողովի падգամավոր էր, հետույքը պատռում էր ամբյոնից, ասում էր ոնց եք դառել, մարդը դառավ, ասում էր հրաժարվել են բրիտանական քաղաքացիությունից, բնականաբար fake news, Արմեն Սարգսյանը երբեք չի հրաժարվել բրիտանական քաղաքացիությունից եւ դրա վրա ապացուցն է, որ հիմա ինքը բնակվում է Բրիտանիայում, եթե ինքը հրաժարված լիներ հայկական հանձնաժողովից եւ հետ գրում մի հատ Բրիտանիայում ապրել։ Սա եւս եկու։ Երրորդ, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը արգելում էր Արցախը տալ Ադրբեջանին եւ ճանաչել Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյան անբարոյականի զավակը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Իհարկե մենք այդ սխալը անպայման կուղենք։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը արգելում է կասկածի տակ դնել ցեղասպանությունը։ Մարդը կասկածի տակ է դնում ցեղասպանությունը, առավել եւս քերական պատասխանատվություն կա դրա համար։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը արգելում է Հայաստանի տարածքները տալ հակառակորդին։ Այս մարդը տարածքատալի, այս մարդը զորքին հետաքաշն, այս մարդը սաղացում է ուզում եք պատերազմել, պիտի տանք։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը նույնպես ցցված էր, երբ որ 2018 թվականին դու Նիկոլ Փաշինյան բոզի տղա դառար Հայաստանի Հանրապետության վարչապետ, առանց կրթության, դու դիպլոմ չունեիր, նախկինում դատված, շատ լուրջ հարձակողության համար խոսքը վերաբերում է մարտի 1-ին, չունենալով պարտադիր զինվորական ծառայության հետ կապված վայնի բիլետ, ունենալով հոգեկան հիվանդության փաստաթուղթ, չէ՞ որ դու գժականով ես ազատվել բանակից։ Եթե ես սխալ եմ, հարից ուստուր, թե դու ինչ հոդվածով ես ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, եթե ոչ գժականով։ Okay, ես սխալ եմ, ինչով ես ազատվել։ Եվ գումարած դրան, պարլամենտը քո նման բոզի տղուն իբր թե փողոցի ճշտման տակ ընտրեց վարչապետ։ Այսինքն ես հենց ոտի վրա բերեցի մինիմում 5 օրինակ, թե ինչպես է բռնաբարվել Հայաստանի Հանրապետության ապօրինի կերպով անցկացված սահմանադրությունը, որովհետև այդ նույն սահմանադրությունը, ոչ որ դու ես ասել, դա կոչվում էր կարված Սերժ Սարգսյանի հակով, որը շատ հարմար հակարն էր քեզ։ Եվ ես Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, բոզի տղեկը արել են հնարավորինս եւ անհնարինը, որպեսզի Սփյուռքում կամ դրսում գտնվող մեր հայրենակիցները չկարողանան ընտրել եւ ընտրել, որովհետեւ եթե Սփյուռքը մասնակցի ընտրություններին, իրանք թքեին ասոյի փայտիկին, առանցել են, որ ինչքան ուզենք այնքան կխփենք, չեն կարա անեն, եւ հետո վերադառնանք Վարդան Ղուկասյանի հանգամանքին։ Բայց եթե Վարդան վերցնենք հիմա այդ նույն սահմանադրությունը մեր պահով, բա Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը քեզ թույլ տալիս է անպետության քաղաքացուն դիմել Ինտերպոլին, հետախուզում հայտարարել, Ինտերպոլն էլ խոռոփի քո վրեն, հետո դիմել Միացյալ Նահանգներին, վայ, Միացյալ Նահանգներ, Վարդան Ղուկասյանին արտահանձնեք մեզի, մենք ուզում ենք իոն։ Այդ ժամանակ Վարդան Ղուկասյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, փաստորեն, բայց ընտրվելուց կամ վարչապետ դառնալուց Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի, ուրեմն ասի ուշադիր։ Ինչպիսին կլինի ժողովրդի կամքը, այդպիսին էլ կլինի Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կորոշեն, որ Հայաստանի Հանրապետության եւ ազգային ժողով անցած պատգամավորները, որ վարչապետ դառնա Վարդան Ղուկասյանը, ուրեմն կդառնա Վարդան Ղուկասյանը։ Ուզում ես
քեզ այս պատովը դու ուզում ես Են պատովը տուր։ Կորոշի ժողովուրդը, որ քո նման բոզի տղեն պիտի վերարտադրվի, ուրեմն ասված է ժողովրդի հետ։ Ուրեմն ամեն մի ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Իսկ համանդրությունը սա է ասում, նա է ասում, նա է ասում, դա լրիվ երկրորդականա ժողովրդի կամքի առաջ, ականջիտ օղարա դա եւ հիշի դա մեկը միշտ։ Ո՞ս կլինի, ինձ կլինի եւ այլն կլինի, դա արդեն թողնա, այն որ ասում է, կգա ժամանակը մենք կտեսնենք, մենք քաղաքարտերը չենք բացել։ Այս կեն մարդիկ որ ասում են թե «Ոչ, ցարը տվեց նրան եւ այլն», եթե դուք ես քան նիկոլական բոզի տղեկ, հակառուսական եք, բա ձեր ղեկավար բոզից տղեն, ինչի հելա վազավ Ռուսաստան համբուրեց այդ մարդու եղած չեղածը, ինչա թե հանկարծ Ռուսաստանը իան չանի կուկուլալա տումանբա։ Մեր ամբողջ առևտրատնտեսական հարաբերությունները ամեն ինչ փոխկապակցված է Ռուսաստանի հետ։ Մենք Եվրոպայի ոչ մի բան չունենք։ Ոչ մի բան, մեր քո սիգարետ է խրգում։ Էտա ուրիշ բան չկա։ Մեր ամբողջ այդ բանակը, սպառազինությունը եւ ամեն ինչ կապված է այդ մեծ երկրի հետ։ Մեր մյուս հարևան երկրի հետ, Վրաստանի հետ, Իրանի հետ եւ այլն։ Եվ դրա վառապացույցն է, որ այս բոզից տղեն հլնվազը, բայց էլի վերջում գնում է Մոսկվա, Կրեմլ, տավարիշու Ստալինու, գնում հասնում է այնտեղ։ Ուրեմն մի հելեք եւ ասեք, սա ռուսահապատակ է, նա ռուսասեց է, նա ռուսանեց է։ Մենք չենք կարող արհամարել մեր մեծ հարևանին, ագազներից ող արեք։ Վարդան Ղուկասյանը ռուսահապատակ չի։ Վարդան Ղուկասյանը, չգիտեմ, այլահապատակ չի, Վարդան Ղուկասյանը հայահապատակ է, բայց Հայաստանի Հանրապետության դիրքը, Հայաստանի Հանրապետության պետական շահերն ասում են, որ մենք չենք կարող անտեսել մեր ամենամեծ հարևանին։ Այս երկիրը, որ այս երկիրն է, իտող ինքը չի կարող անտեսի։ Դուք ո՞ց եք որոշել ձեր հալով անտեսել այդ ամենամեծ հարևանին։ Վառապացուցեն ախտրեմ։ Շաբաթը մեկ վազմա կամիր պատերը պատշում է հետագալում, ադից էլ հետո վազմա Եվրոպայում ասում է, չէ, ես ձեր հետ եմ, գալում աստեղ ասում է, չէ, ես ձեր հետ եմ, գնում Ռուսաստան ասում է, չէ, ես ձեր հետ եմ։ Այս աղջոք գլեն, որ խայտարակ բոզի տղա է։ Եվ ուստի բռնելախ եթե գիտեք դեսամադրությունը սենսա, այսինքն երբ որ պետք է, դուք հիշում եք, որ ունեք սահմանադրություն։ Բայց երբ որ պետք չի, երբ որ Ադրբեջանը թելադրում է իր կամքը, դուք ժամանակ չունեք սահմանադրություն։ Սահմանադրությունն ասում է Արարատ լեռը գեբի վրից հանի, Էդու սահմանադրությունն ասում է Արարատ լեռը պեչատի վրից, Պագրամ պեչատի վրից հանի, Էդու սահմանադրությունն ասում է Տիրանսու Բեզոր Նախավնոյ Արցախը հանձնի, հա, կապիտուլան բոզի տղա։ Դες բան չի ասում սահմանադրություն։ Էդու սահմանադրությունն ասում է դից եկեղեցում բռնաբարի, որ դրիկ բռնաբարիք։ Այսինքն երբ որ պետք է, դուք հիշում եք, որ կա սահմանադրություն, երբ որ պետք չի, բռնաբարեք սահմանադրությունը, բայց ուզում անում եք։ Ռուսը շատ լավ բան է, ասում է какой привет, такой ответ։ Սա է ուզում ասել, շատ կուլտուրական տոնով, եւ նորից եմ ասում, կամքը ժողովրդինն է։ Ժողովուրդը պիտի որոշի։ Մենք այսօր այն վիճակի մեջ ենք, որ վերցել եւ կախվել ռոբասերժական սահմանադրությունից, որը որ մենք գիտենք ոնց անցկացվել կեղծիքներով բերին կապի ժողովրդի ջանի, դա սահմանադրություն չի, դա խայտարակություն է։ Ժողովուրդը ոնց որոշի, այն ձև էլ կլինի ժողովրդի մեծամասնությունը, ոնց որ դու ես ասում բոզի տղա, եթե ժողովուրդն ասի գնա, ես կգնամ։ Հիմա ժողովուրդը հաջող թքեմ խորոպում, շռմ, ցռմ այրեսից, բայց դու ոնց չես հասկանում։ Չնայած խվել հասկանում ես։ Կնիկը դաժե հասկացավ, կնիկը դեր քազը դեր դե մնաց պատության համար մուտ։ Թքեց վրետ գնաց, տղետ թքեց վրետ գնաց։ Եթե կոնտանիքն քո վրա թքե ես զարմանում եմ որոշակի մարդկանց վրա, որ հəlləm Նիկոլ են քարոզում։ Եվ նաև ես զարմանում եմ որոշակի մարդկանց վրա, որոնք որում տաշիր են քարոզում։ Տաշիր է նույն Նիկոլ Փաշինյան դվա, որովհետև մենք այսօր ես հարց եմ տվել, չէ, նույն տաշիրականների, նիկոլականները դատվելու թե չէ։ Աննա Վարդապետյանի մազերից բռնելու եք, այն բանից անելով ուղարկեք կանանց գաղութ, թե չէ։ Այդ հարցի պատասխանը չկա։ Ֆիսի բոզի տղուն Բերանը դրած խրգելու եք ծմաբեր, թե չէ, պատասխանը չկա, դթումին են առողջապահության կիսահիվանդոտ բոզի տղուն, մնացած բոլոր ուսուցչուհուն եւ այլն, սրանք դատելու է, թե չէ, չկա պատասխան, ասում եք ոստիկի չեք դատելու, բա լուր եք գալը եք որի չանես, տաշի սամո, գալը ես որի չանես, հիմա էլ դու կրպեց չրպես, հենա կրպեց չրպեմ այլի, այ էլեկտրիկ, Կանենք ժիլետը, որ մեյդաներ հել են, Կարեն Կարապետյանը, եկել ես որ ինչ անես, տղա ջան, դու սրան բեղտից հանից կապի ժողովրդի ջանին, չես թմը ժողովրդը մոռացավ, Կարեն Կարապետյան,
Հələ ինձ կուլտուրայի մեջ եմ պահում, ուրիշ բաներ չեմ ասել։ Շավը թափ կաշել եմ գլխիդ։ Հələ դու փորձի գլուխը տանի։ Փոսվի բախտը փորձի գլուխը տանի, ասա ես տեխնացու եմ կամ ուզում եմ մասնակցել։ Ջերմը կտաս Արշակ Հակոբյանին, այդ բոզի տղուն։ Ինչ արիր բանակի հետ, քեզ բանակն ասում էր, համադրությունն ասում էր, դի բանակի մաման բրանի, հա։ Քեզ համադրությունն ասում էր 5000 հոգու գլուխ կես։ Հապկը մեզ չոքնեց, հապկը մեզ չոքնեց։ Դե դու կռվում ես, որ հապկել քեզ օգնես։ Դու խոզիվորներին էիր ոչնչացնում։ You have 1 minute left. Սա եմ ասացը, հարգելի ժողովուրդ։ Ոնց որոշի ժողովրդի մեծանալությունը, այդպես էլ կլինի։ Հայրենիքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։